Երբ 1999 թվականի դեկտեմբերին Ստեփանակերտի հին քաղաքային արխիվում հայտնաբերվեցին փաստաթղթեր, որոնք երբեք չպետք է գոյություն ունենային, ոչ ոք չկարողացավ բացատրել, թե ինչու դրանք պահվել էին այդքան խորը գաղտնիության մեջ։ Դրանք ձեռագիր նշումներ էին, որոնք վկայում էին մի կնոջ մասին, ում անունը շշուկներով փոխանցվում էր սերնդից սերունդ, բայց երբեք չէր հնչում բարձրաձայն։ Փաստաթղթերի մի մասը կորել էր, իսկ մնացածը պարունակում էր այնպիսի մանրամասներ, որոնք կարող էին փոխել ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի մասին։ Բայց ով էր վերցրել բացակայող էջերը, եւ ավելի կարևոր, ինչ էր թաքցնում այդ կորած տեղեկատվությունը։ Ինչու այդ փաստաթղթերը պահվում էին այնպիսի ծածկագրերով, որոնք հասանելի էին միայն 3 մարդու, եւ ամենակարևորը, ինչու դրանք սկսեցին անհետանալ հենց նրա մահից հետո։ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին Ստեփանակերտում, քաղաքում, որտեղ ամեն ինչ կապված էր ավանդույթների եւ հին հավատալիքների հետ։ Նրա ընտանիքը հայտնի էր որպես հարգված եւ ազդեցիկ, բայց քիչ ով գիտեր, որ նրանց տանը պահվում էին գրքեր եւ առարկաներ, որոնք կապված էին հին հայկական միստիկայի հետ։ Տեղացիները պատմում էին, որ Ռիտայի տատիկը հայտնի էր իր կանխատեսումներով եւ որ նա փոխանցել էր իր գիտելիքները թոռնուհուն։ Սակայն դա միայն շշուկներ էին, որոնք երբեք չեն հաստատվել։ Բայց երբ Ռիտան սկսեց աճել եւ դառնալ գեղեցիկ երիտասարդ կին, մարդիկ նկատեցին մի բան տարօրինակ՝ նրա շուրջը տեղի ունեցող անսովոր դեպքերը։ Նրան նեղացնողները հաճախ հայտնվում էին անսպասելի դժբախտությունների մեջ, իսկ նրան օգնողները՝ հաջողության։ Դա պարզապես զուգադիպություն էր, թե ինչ որ ավելին։ Ստեփանակերտի միջնակարգ դպրոց համար 3-ում, որտեղ Ռիտան սովորում էր, տարածված էր մի պատմություն, որը տասնամյակներ շարունակ փոխանցվում էր ուսուցիչներից ուսուցիչների։ Մի անգամ, երբ Ռիտան դեռ 15 տարեկան էր, դպրոցի տնօրենը որոշել էր նրան պատժել անարդար կերպով, մեղադրելով մի բանում, որը նա չէր արել։ Տնօրենը հայտնի էր իր խիստ բնավորությամբ եւ անարդարությամբ, բայց այդ անգամ նա անցել էր բոլոր սահմանները։ Ռիտան լուր էր ընդունել պատիժը, բայց նրա աչքերում ինչ-որ բան փայլատակում էր, ինչ-որ բան, որը վախեցրել էր ներկաներին։ Հենց հաջորդ օրը տնօրենը ընկավ աստիճաններից եւ կոտրեց ոտքը 3 տեղից։ Բժիշկները չկարողացան բացատրել, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Աստիճանները չէին եղել սահուն, եղանակը եղել է լավ, եւ տնօրենը երբեք չէր եղել անփույթ։ Բայց ամենատարօրինակը դա չէր։ Երբ տնօրենը վերադարձավ աշխատանքի, նա անձամբ գնաց Ռիտայի մոտ եւ հանրորեն ներողություն խնդրեց։ Նա երբեք չբացատրեց, թե ինչու արեց դա, բայց մարդիկ նկատեցին, որ նրա ձեռքերը դողում էին, երբ նա խոսում էր աղջկա հետ։ 1987 թվականին, երբ Ռիտան ամուսնացավ Սերժ Սարգսյանի հետ, շատերը կարծում էին, որ դա սովորական ամուսնություն է։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին Ռիտային, գիտեին, որ դա ավելին էր։ Սերժ Սարգսյանը այդ ժամանակ դեռ երիտասարդ սպա էր, հեռու հեռանկարներից, բայց Ռիտան տեսավ նրա մեջ ինչ-որ բան, որը ուրիշները չէին տեսնում։ Եվ հենց այդ պահից սկսվեց Սերժ Սարգսյանի աննախադեպ վերելքը։ Ամեն նոր պաշտոն, ամեն նոր հաջողություն գալիս էր այնպիսի ճշգրտությամբ եւ ժամանակացույցով, որը թվում էր գրեթե անհավանական։ Մարդիկ սկսեցին խոսել, որ Ռիտան բերում է հաջողություն իր ամուսնուն, որ նա ունի հատուկ ունակություն տեսնել ճիշտ ուղին եւ ճիշտ մարդկանց։ Բայց դա միայն մի կողմն էր։ Նրանք, ովքեր փորձում էին վնասել Սերժ Սարգսյանին կամ նրա ընտանիքին, հայտնվում էին տարօրինակ իրավիճակներում։ Մեկը կորցնում էր իր պաշտոնը անսպասելի սկանդալի պատճառով, մյուսը հայտնվում էր հիվանդանոցում անբացատրելի հիվանդության հետ։ Երրորդը պարզապես անհետանում էր տանում էր քաղաքական ասպարեզից։ Դա զուգադիպություն էր, թե Ռիտա Սարգսյանը իսկապես ուներ այն, ինչ մարդիկ կոչում էին անեծքի ուժ։ Երևանում, երբ Սերժ Սարգսյանը դարձավ ավելի եւ ավելի ազդեցիկ, Ռիտայի մասին պատմությունները սկսեցին տարածվել ավելի լայն շրջանակներում։ Բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր հանդիպում էին նրան, պատմում էին, որ նրա ներկայությունը ստեղծում էր տարօրինակ զգացում։ Մեկը նկարագրում էր, թե ինչպես է զգացել սառը ցնցում մեջքով, երբ Ռիտան նայել է նրան լուր։ Իսկ մյուսը պատմում էր, որ նրա երազներում տեսել է Ռիտայի դեմքը, նախազգուշացնելով վտանգի մասին։ Սակայն ամենահետաքրքիրը դա չէր։ Մի քաղաքական գործիչ, ով փորձել էր հանրորեն քննադատել Սերժ Սարգսյանին, պատմեց, որ հենց հաջորդ գիշեր տեսել է մի երազ, որտեղ Ռիտան կանգնած էր նրա անկողնու առջև եւ լուր ցույց էր տալիս դուրս։ Երազից արտանալուց հետո նա հայտնաբերել է, որ նրա տանը մտել են գողեր եւ տարել են բոլոր կարևոր փաստաթղթերը։ Ոստիկանությունը երբեք չգտավ գողերին, բայց այդ քաղաքական գործիչը երբեք այլևս չքննադատեց Սարգսյանների ընտանիքին։ Նա պարզապես լռեց եւ հեռացավ քաղաքականությունից։
Երբ լրագրողները հարցրին նրան ինչու, նա միայն ասաց. Ես հասկացա, որ կան բաներ, որոնք ավելի լավ է չխառնվել։ Բայց ամենամեծ խորհուրդը կապված էր մի դեպքի հետ, որը տեղի ունեցավ 1990-ականների վերջերին։ Մի բարձրաստիճան զինվորական, ով մոտ էր Սարգսյանների ընտանիքին, որոշեց դավաճանել նրանց եւ փոխանցել գաղտնի տեղեկություններ հակառակորդներին։ Նա կարծում է, որ իր պլանը կատարյալ է, որ ոչ ոք չի կարող իմանալ։ Բայց մի գիշեր, երբ նա նստած էր իր աշխատասենյակում եւ պատրաստվում էր վերջնական քայլին, նրա հեռախոսը զանգեց։ Զանգահարողը Ռիտա Սարգսյանն էր։ Նա չասաց շատ բան, միայն մի նախադասություն. Ես գիտեմ, թե ինչ ես անում, եւ ես գիտեմ, թե ինչ է սպասում քեզ, եթե շարունակես։ Զինվորականը սառեց։ Ինչպես կարող էր նա իմանալ։ Ով էր նրան ասել։ Նա փորձեց հարցնել, բայց Ռիտան արդեն անջատել էր հեռախոսը։ Հաջորդ օրը այդ զինվորականը հայտնաբերվեց իր տանը, անգիտակից վիճակում։ Բժիշկները ասացին, որ նա ունեցել է սրտի կաթված, բայց նրա մարմնի վրա չկային ոչ մի հետքեր, ոչ մի նշան, որ ինչ-որ բան սխալ է եղել։ Երբ նա վերականգնվեց, նա հրաժարվեց իր պլաններից եւ լքեց երկիրը։ Նա երբեք չվերադարձավ եւ երբեք չխոսեց այն մասին, թե ինչ իրականում տեղի ունեցավ այդ գիշեր։ Մարդիկ սկսեցին խուսափել Ռիտա Սարգսյանին նեղացնելուց։ Նրանք, ովքեր աշխատում էին նրա հետ, պատմում էին, որ նա միշտ գիտեր է, թե ով է ազնիվ եւ ով ոչ։ Նա կարողանում էր մի հայացքով հասկանալ, թե արդյոք մարդը ճշմարտություն է ասում, թե ստում։ Եվ նրանք, ովքեր փորձում էին խաբել նրան, հայտնվում էին անսպասելի դժվարությունների մեջ։ Մի պաշտոնյա, ով փորձել էր կեղծել փաստաթղթեր, վնասելու համար Սարգսյանների ընտանիքին, պատմեց, որ մի գիշեր տեսել է Ռիտայի դեմքը իր պատուհանի մոտ, թեև նա ապրում էր 5-րդ հարկում եւ պատուհանը փակ էր։ Հաջորդ օրը նրա բոլոր կեղծ փաստաթղթերը հայտնաբերվեցին, եւ նա կորցրեց ամեն ինչ՝ իր պաշտոնը, իր հեղինակությունը, իր ապագան։ Նա փորձեց բացատրել, որ դա սխալ է եղել, որ նա չի ուզեցել վնաս հասցնել, բայց արդեն ուշ էր։ Եվ ամենատարօրինակը, երբ նրան հարցրին, թե ինչու արեց դա, նա միայն ասաց. Ես չգիտեմ։ Ինչ որ բան ստիպեց ինձ, բայց հիմա ես հասկանում եմ, որ դա սխալ էր։ Ռիտա Սարգսյանի անունը դարձավ համարյա առասպելական։ Մարդիկ խոսում էին նրա մասին շշուկներով, բայց երբեք բարձրաձայն։ Նրանք վախենում էին, որ եթե նեղացնեն նրան, նույնիսկ անուղղակիորեն, ինչ որ բան վատ կարող է պատահել նրանց։ Եվ իսկապես, կային բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ, ովքեր խոսել էին Ռիտայի մասին բացասական, հայտնվել էին անսպասելի դժբախտությունների մեջ։ Մեկը կորցրել էր իր բիզնեսը անբացատրելի հրդեհի պատճառով, մյուսը հայտնվել էր ավտովթարի մեջ, որը գրեթե նրան կյանքից զրկել էր։ Երրորդը պարզապես անհետացել էր եւ երբեք չի վերադարձել։ Դա զուգադիպություն էր, թե ինչ որ ավելին։ Ոչ ոք չգիտեր հաստատ, բայց բոլորը զգում էին, որ Ռիտա Սարգսյանի հետ կապված ինչ որ բան կա, ինչ որ բան, որը գերազանցում է սովորական հասկացողությունը։ 1990-ականների վերջերին մի դեպք տեղի ունեցավ, որը դարձավ ամենաքննարկվածը Ռիտա Սարգսյանի մասին պատմությունների շարքում։ Մի հարուստ բիզնեսմեն, ով փորձում էր մտնել քաղաքական ասպարեզ, որոշեց բացահայտորեն մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին։ Նա հանրորեն քննադատեց նրան, մեղադրեց կոռուպցիայի մեջ եւ նույնիսկ սպառնաց, որ կբացահայտի ճշմարտությունը։ Ռիտա Սարգսյանը լսեց այս ամենը լուշ, բայց նրա մերձավորները նկատեցին, որ նրա դեմքը մնաց անշարժ, իսկ աչքերը ձեռք բերեցին տարօրինակ փայլ։ Հենց հաջորդ շաբաթ այդ բիզնեսմենը սկսեց կորցնել ամեն ինչ։ Նրա բանկային հաշիվները սառեցվեցին անհայտ պատճառներով։ Նրա գործընկերները մեկ առ մեկ հրաժարվեցին նրանից, իսկ նրա ընտանիքը սկսեց տառապել անբացատրելի հիվանդություններից։ Բժիշկները չկարողացան գտնել պատճառը, բայց բոլորը տառապում էին նույն ախտանիշներից՝ անընդհատ գլխացավ, անքուն գիշերներ եւ տարօրինակ տեսիլքներ։ Բիզնեսմենը փորձեց դիմել տարբեր մասնագետների, բայց ոչ ոք չկարողացավ օգնել։ Վերջապես հուսահատության մեջ նա գնաց Ռիտա Սարգսյանի մոտ եւ ծնկի եկավ նրա առջև, խնդրելով ներողություն։ Ռիտան նայեց նրան երկար, լուռ եւ հետո պարզապես ասաց. «Գնա եւ այլևս երբեք մի վերադարձիր»։ Հաջորդ օրը բիզնեսմենի եւ նրա ընտանիքի բոլոր ախտանիշները անհետացան։ Կարծես դրանք երբեք չեն եղել։ Նա լքեց երկիրը եւ երբեք չվերադարձավ։ Երբ լրագրողները փորձեցին հարցնել նրան ինչու, նա միայն ասաց. «Կան բաներ, որոնք ավելի լավ է չխառնվել»։ Բայց ամենամեծ առեղծվածը կապված էր մի դեպքի հետ, որը տեղի ունեցավ 2000-ականների սկզբին։ Մի խումբ քաղաքական գործիչներ որոշեցին միավորվել եւ փորձել տապալել Սերժ Սարգսյանին։ Նրանք պլանավորեցին ամեն ինչ մանրամասնորեն, հավաքեցին ապացույցներ եւ պատրաստվեցին հանրային հայտարարության։ Բայց մի գիշեր, երբ նրանք հավաքվել էին գաղտնի հանդիպման, նրանցից մեկը ստացավ հեռախոսազանգ։
Զանգահարողը Ռիտա Սարգսյանն էր։ Նա ասաց միայն մի բան. Ես գիտեմ, թե որտեղ եք եւ ինչ եք անում։ Եթե շարունակեք, դուք բոլորդ կհայտնվեք այնտեղ, որտեղ չեք ուզում լինել։ Խումբը սառեց։ Ինչպես կարող էր նա իմանալ։ Նրանք եղել էին այնքան զգույշ, այնքան գաղտնի, բայց Ռիտան գիտեր։ Եվ ավելին, հաջորդ օրը նրանցից մեկը հայտնաբերվեց մահացած իր տանը։ Պաշտոնական տարբերակը սրտի կաթված էր, բայց նրա ընկերները գիտեին, որ դա ավելին էր։ Նրանք տեսան նրա դեմքի վրա արտահայտությունը, սարսափի արտահայտությունը։ Կարծես նա տեսել էր ինչ-որ բան, որը չպետք է տեսներ։ Մնացած խմբի անդամները անմիջապես լքեցին իրենց պլանները եւ հեռացան քաղաքականությունից։ Նրանք երբեք չխոսեցին այն մասին, թե ինչ իրականում տեղի ունեցավ այդ գիշեր, բայց նրանց աչքերում միշտ մնաց վախի հետք։ Երբ Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի նախագահ 1998 թվականին, շատերը ասացին, որ դա Ռիտայի օրհնությունն էր։ Նրանք հավատում էին, որ առանց նրա Սերժը երբեք չէր կարող հասնել այդ բարձունքների։ Եվ իսկապես, Ռիտա Սարգսյանը դարձավ ոչ միայն առաջին տիկին, այլև մի ուժ, որին բոլորը հարգում եւ վախենում էին միաժամանակ։ Նրա ներկայությունը միջոցառումներում ստեղծում էր տարօրինակ մթնոլորտ։ Մարդիկ զգույշ էին իրենց խոսքերում, զգույշ էին իրենց գործողություններում, վախենալով, որ կարող են ինչ-որ կերպ նեղացնել նրան։ Եվ նրանք, ովքեր չէին լսում այս զգուշացումները, հայտնվում էին անսպասելի դժվարությունների մեջ։ Մի դեսպան, ով փորձել էր անհարգալից վերաբերվել Ռիտայի հանդեպ մի դիվանագիտական ընդունելության ժամանակ, հաջորդ օրը ստացավ հեղինակազրկման հրաման իր երկրից։ Պաշտոնական պատճառը անհարմար վարքագիծ էր, բայց բոլորը գիտեին, որ դա ավելին էր։ Դեսպանը փորձեց բողոքել, բայց արդեն ուշ էր։ Նա լքեց Հայաստանը եւ երբեք չվերադարձավ։ Ռիտա Սարգսյանի մասին պատմությունները շարունակվեցին տարածվել տասնամյակներ շարունակ։ Մարդիկ պատմում էին, որ նա ունի հատուկ ունակություն, տեսնել մարդկանց իրական դեմքերը, նրանց իրական մտադրությունները։ Նրանք ասում էին, որ նա կարող է զգալ վտանգը հեռվից եւ պաշտպանել իր ընտանիքին ցանկացած սպառնալիքից։ Եվ նրանք, ովքեր փորձում էին վնասել Սարգսյանների ընտանիքին, միշտ հայտնվում էին անսպասելի դժբախտությունների մեջ։ Դա զուգադիպություն էր, թե Ռիտա Սարգսյանը իսկապես ուներ այն, ինչ մարդիկ կոչում էին անեծքի ուժ։ Ոչ ոք չգիտեր հաստատ, բայց բոլորը զգում էին, որ նրա հետ կապված ինչ-որ բան կա, ինչ-որ բան, որը գերազանցում է սովորական հասկացողությունը։ Եվ այդ զգացումը միշտ մնում էր նրանց հետ, նույնիսկ երբ նրանք փորձում էին մոռանալ։ Բայց ամենամեծ հարցը մնում էր անպատասխան։ Արդյոք Ռիտա Սարգսյանը իսկապես ուներ միստիկ ուժեր, թե դա միայն շշուկներ էին, որոնք ծնվել էին վախից եւ անորոշությունից։ Արդյոք նրանք, ովքեր տուժել էին նրան նեղացնելուց հետո, իսկապես եղել էին նրա անեծքի զոհերը, թե պարզապես զուգադիպություններ էին։ Եվ ամենակարևորը, ինչու այդ փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել էին Ստեփանակերտի արխիվում, այդքան կարևոր էին, որ դրանք պետք է թաքցվեին այդքան խորը գաղտնիության մեջ։ Ինչ էր պարունակում այդ կորած էջերը, որոնք կարող էին փոխել ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի մասին։ Երբ Ռիտա Սարգսյանը մահացավ 1998 թվականի նոյեմբերի 20-ին Գերմանիայում, ամբողջ Հայաստանը սգաց։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան, գիտեին, որ նրա ժառանգությունը կմնա ավելի երկար, քան ցանկացած հուշարձան կամ հիշատակարան։ Նրա պատմությունը, նրա առեղծվածը, նրա անեծքը, այս ամենը կշարունակի ապրել շշուկներում եւ պատմություններում, որոնք փոխանցվում են սերնդից սերունդ։ Եվ նրանք, ովքեր լսում են այս պատմությունները, միշտ կհարցնեն իրենց. արդյոք դա ճշմարտություն էր, թե միայն առասպել։ Բայց մի բան հաստատ է. Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի անունը երբեք չի մոռացվի, եւ նրա առեղծվածը կշարունակի հետաքրքրել եւ վախեցնել մարդկանց դարեր շարունակ։ Հիմա, երբ տարիներ են անցել նրա մահից, մարդիկ դեռ խոսում են Ռիտա Սարգսյանի մասին։ Նրանք դեռ պատմում են պատմություններ նրա անեծքի մասին, նրա ունակության մասին, տեսնել ապագան եւ պաշտպանել իր սիրելիներին։ Եվ նրանք դեռ վախենում են նեղացնել նրա հիշատակը, վախենալով, որ նույնիսկ մահից հետո նա կարող է հասնել նրանց։ Դա հիմարություն է, թե ինչ-որ ավելին։ Ով կարող է ասել հաստատ։ Բայց մի բան հաստատ է. Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի պատմությունը դեռ չի ավարտվել, եւ նրա առեղծվածը կշարունակի ապրել այնքան ժամանակ, քանի դեռ կան մարդիկ, ովքեր հիշում են նրան եւ վախենում են նրա անունից։ Մինչև վերջին պահը ես հավատացի, որ մենք կփրկվենք, ասում է Ռիտա Սարգսյանի անձնական պահապանության նախկին սպան, ձեռքերը դեռ դողալով 35 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին անդամներ Ռիտայի ներքին շրջանակից առաջին անգամ խոսում են տասնամյակներ պահպանած գաղտնիքների մասին։ Նրանց բացահայտումները կփոխեն ամեն ինչ,
Ինչ դուք կարծում էիք, որ գիտեք Ռիտա Սարգսյանի մասին։ Մի պահապան պատմում է, թե ինչպես է Ռիտան մի գիշեր արթնացրել նրան ժամը 3-ին առավոտյան եւ ասել. «Վաղը ինչ-որ մեկը կփորձի մտնել տուն, բայց դու կլինես պատրաստ»։ Հաջորդ օրը, ճիշտ այնպես ինչպես նա ասել էր, անհայտ մարդիկ փորձեցին ներխուժել։ Ինչպես կարող էր նա իմանալ։ Մեկ այլ վկա հիշում, թե ինչպես է Ռիտան նայել մի հյուրի աչքերին եւ հանկարծ ասել. «Դուք այստեղ եք ոչ թե ինձ տեսնելու, այլ ինչ-որ բան գտնելու համար»։ Այդ հյուրը եղել է օտարերկրյա լրտես, ինչը հաստատվել է միայն ամիսներ անց։ Արդյոք սա պարզապես զգայունություն էր, թե ինչ-որ ավելի խոր ունակություն։ Երբ Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ 2008 թվականին, Ռիտան սկսեց ավելի հաճախ հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Եվ հենց այդ հանդիպումների ժամանակ մարդիկ սկսեցին նկատել ինչ-որ բան անսովոր։ Մի նախարար պատմում է, թե ինչպես է Ռիտան նրան հարցրել իր ընտանիքի մասին, անուններով, որոնք նա երբեք չէր հիշատակել հանրորեն։ Երբ նախարարը զարմացած հարցրեց, թե որտեղից է նա գիտի այդ անունները, Ռիտան միայն ժպտաց եւ ասաց. «Ես շատ բան գիտեմ, որ ուրիշները չգիտեն»։ Այդ նախարարը հետո խոստովանեց, որ այդ պահից սկսեց ավելի զգույշ լինել իր խոսքերում եւ գործողություններում։ Նա հասկացավ, որ Ռիտա Սարգսյանը ոչ միայն առաջին տիկինն է, այլև մի մարդ, ով տեսնում է ավելին, քան ուրիշները։ Բայց ամենատարօրինակը դա չէր։ Մի օր այդ նախարարը ստացավ անանուն նամակ, որտեղ նրան զգուշացնում էին, որ նրա մերձավորներից մեկը դավաճան է։ Նամակում չկային ստորագրություններ, բայց ձեռագիրը նման էր Ռիտայի գրելաոճին։ Նախարարը սկզբում չհավատաց, բայց որոշեց ստուգել։ Եվ իսկապես, 2 շաբաթ անց պարզվեց, որ նրա ամենամոտ օգնականը փոխանցում էր գաղտնի տեղեկություններ հակառակորդներին։ Ինչպես կարող էր Ռիտան իմանալ այդ։ Նախարարը երբեք չստացավ պատասխան, բայց այդ օրվանից նա դարձավ Ռիտայի ամենավստահելի կողմնակիցներից մեկը։ Բայց կային նաև այնպիսի պատմություններ, որոնք ավելի մութ էին, ավելի անհասկանալի։ Մի բարձրաստիճան դատավոր, ով աշխատում էր կոռուպցիայի դեմ պայքարի գործերի վրա, որոշեց քննել Սարգսյանների ընտանիքի հետ կապված մի գործ։ Նա հավաքեց ապացույցներ, պատրաստեց փաստաթղթեր եւ պատրաստվում էր հրապարակել իր եզրակացությունները։ Բայց մի գիշեր, երբ նա աշխատում էր իր աշխատասենյակում, նա զգաց, որ ինչ-որ մեկը հետևում է իրեն։ Նա շրջվեց եւ տեսավ Ռիտա Սարգսյանի դեմքը պատուհանի մոտ, բայց դա անհնար էր։ Նրա աշխատասենյակը գտնվում էր 7-րդ հարկում եւ պատուհանը փակ էր։ Դատավորը սառեց, իսկ երբ նա կրկին նայեց, դեմքը անհետացել էր։ Նա փորձեց համոզել ինքն իրեն, որ դա պարզապես հոգնածությունն էր, բայց հաջորդ օրը նրա բոլոր փաստաթղթերը անհետացան իր սեյֆից։ Ոստիկանությունը չկարողացավ գտնել գողերին, եւ դատավորը հասկացավ, որ նա ստացել է զգուշացում։ Նա դադարեցրեց քննությունը եւ երբեք այլևս չխոսեց այդ գործի մասին։ Երբ նրա ընկերները հարցրին ինչու, նա միայն ասաց. «Ես տեսա ինչ-որ բան, որը չպետք է տեսնեի, եւ ես հասկացա, որ ավելի լավ է դադարել»։ Ռիտա Սարգսյանի մասին պատմությունները սկսեցին ձեռք բերել գրեթե առասպելական բնույթ։ Մարդիկ խոսում էին, որ նա կարող է տեսնել երազներում, որ նա կարող է ուղարկել նշաններ եւ զգուշացումներ նրանց, ովքեր փորձում են վնասել նրան կամ նրա ընտանիքին։ Մի ձեռնարկատեր, ով փորձել էր խաբել Սարգսյանների ընտանիքին մի բիզնես գործարքում, պատմեց, որ 3 գիշեր անընդմեջ տեսել է նույն ճշմարիտ երազը։ Երազում Ռիտան կանգնած էր նրա անկողնու առջև եւ ցույց էր տալիս մի փաստաթուղթ, որտեղ գրված էր նրա բոլոր խաբեությունները։ Ձեռնարկատիրը արթնանում էր սառը քրտինքով եւ չէր կարողանում կրկին քնել։ 3-րդ գիշերից հետո նա որոշեց խոստովանել ամեն ինչ եւ վերադարձնել գումարը։ Երբ նրան հարցրին ինչու, նա ասաց. «Ես չէի կարող ավելի տանել այդ երազները։ Ես զգում էի, որ եթե շարունակեմ, ինչ-որ բան շատ վատ կպատահի ինձ»։ Եվ իսկապես, երբ նա վերադարձրեց գումարը, երազները դադարեցին, կարծես դրանք երբեք չեն եղել։ Բայց ամենախորը եւ ամենավախեցնող պատմությունը կապված էր մի դեպքի հետ, որը տեղի ունեցավ 2012 թվականին։ Մի խումբ ընդդիմադիր քաղաքական գործիչներ որոշեցին կազմակերպել հանրահավաք Սերժ Սարգսյանի դեմ։ Նրանք պլանավորեցին ամեն ինչ գաղտնի, հավաքվեցին մի ապահով վայրում եւ պատրաստեցին իրենց ելույթները։ Բայց հանրահավաքից մի օր առաջ նրանցից մեկը ստացավ փաթեթ։ Փաթեթի մեջ կար մի հին լուսանկար, որտեղ նկարված էր նրանց գաղտնի հանդիպումը։ Ո՞վ էր նկարել նրանց։ Ինչպես էր ինչ-որ մեկը իմանում նրանց պլանների մասին։ Բայց ամենավախեցնողը լուսանկարի հետևի կողմում գրված նախադասությունն էր. «Ես գիտեմ, թե ինչ եք մտածում անել, եւ ես գիտեմ, թե ինչ կլինի, եթե անեք դա»։ Ձեռագիրը նման էր Ռիտա Սարգսյանի գրելաոճին։ Խումբը սարսափեց։ Նրանք չգիտեին, թե ինչ անել։
Վերջապես նրանք որոշեցին չեղարկել հանրահավաքը։ Եվ հենց հաջորդ օրը, այն օրը, երբ հանրահավաքը պետք է տեղի ունենար, տեղի ունեցավ հզոր անձրև եւ փոթորիկ, որը կարող էր վտանգավոր լինել մեծ ամբոխի համար։ Խմբի անդամները նայեցին միմյանց եւ հասկացան, Ռիտան գիտեր։ Նա միշտ գիտեր։ Երբ Սերժ Սարգսյանի նախագահությունը մոտենում էր իր ավարտին, Ռիտա Սարգսյանի ազդեցությունը դեռ մնում էր ուժեղ։ Մարդիկ դեռ վախենում էին նեղացնել նրան, դեռ հարգում էին նրան եւ դեռ հավատում էին, որ նա ունի հատուկ ուժեր։ Բայց մի բան սկսեց փոխվել։ Ռիտան սկսեց ավելի քիչ հանդես գալ հանրային միջոցառումներում, ավելի քիչ խոսել մարդկանց հետ։ Նրա մերձավորները նկատեցին, որ նա դարձել է ավելի լուռ, ավելի խորհրդածու։ Կարծես նա տեսնում էր ինչ-որ բան, որը ուրիշները չէին տեսնում։ Կարծես նա գիտեր ինչ-որ բան, որը ուրիշները չգիտեին։ Մի մերձավոր ընկեր պատմում է, որ Ռիտան մի անգամ ասել է նրան. «Ամեն ինչ փոխվում է, եւ մենք պետք է պատրաստ լինենք»։ Երբ ընկերը հարցրեց. «Ինչին պետք է պատրաստ լինել», Ռիտան միայն ժպտաց եւ ասաց. «Դու կտեսնես, երբ ժամանակը գա»։ Այդ ընկերը հիմա հասկանում է, որ Ռիտան տեսնում էր ապագան, տեսնում էր, թե ինչ է սպասում նրանց ընտանիքին։ Բայց նույնիսկ այդ վերջին տարիներին Ռիտա Սարգսյանի անեծքը չէր դադարել գործել։ Մի լրագրող, ով փորձել էր գրել բացասական հոդված Ռիտայի մասին, հանկարծ հայտնաբերեց, որ նրա բոլոր աղբյուրները հրաժարվել են խոսել նրա հետ։ Ավելին, նրա խմբագիրը զանգահարեց եւ ասաց, որ հոդվածը չի հրապարակվի։ Երբ լրագրողը փորձեց պարզել ինչու, խմբագիրը միայն ասաց. «Մենք ստացել ենք զգուշացում եւ մենք չենք ուզում խնդիրներ»։ Լրագրողը փորձեց գտնել այլ հրատարակություն, բայց ոչ ոք չուզեց հրապարակել նրա հոդվածը։ Վերջապես նա հասկացավ, որ պայքարել անիմաստ է։ Նա հրաժարվեց հոդվածից եւ երբեք այլևս չփորձեց գրել Ռիտա Սարգսյանի մասին։ Երբ նրա ընկերները հարցրին ինչու, նա միայն ասաց. «Ես հասկացա, որ կան մարդիկ, որոնց մասին ավելի լավ է չգրել»։ Ռիտա Սարգսյանի վերջին տարիները եղան լի խորհրդածությամբ եւ լռությամբ։ Նա ավելի քիչ էր երևում հանրությանը, ավելի շատ ժամանակ անցկացնում էր ընտանիքի հետ, բայց նրա ազդեցությունը դեռ մնում էր ուժեղ։ Մարդիկ դեռ խոսում էին նրա մասին շշուկներով, դեռ վախենում էին նեղացնել նրան։ Եվ երբ նա մահացավ 2020 թվականի նոյեմբերի 20-ին Գերմանիայում, ամբողջ Հայաստանը սգաց։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան, գիտեին, որ նրա պատմությունը չի ավարտվում նրա մահով։ Նրանք գիտեին, որ Ռիտա Սարգսյանի անեծքը, նրա առեղծվածը, նրա ժառանգությունը կշարունակի ապրել շշուկներում եւ պատմություններում, որոնք փոխանցվում են սերնդից սերունդ։ Արդյոք նրա ուժերը իրական էին, թե միայն առասպել։ Արդյոք նրանք, ովքեր տուժել էին նրան նեղացնելուց հետո, իսկապես եղել էին նրա անեծքի զոհերը, թե պարզապես զուգադիպություններ էին։ Ով կարող է ասել հաստատ։ Բժիշկները, ովքեր բուժել են Ռիտա Սարգսյանին նրա վերջին տարիներին, պահպանում են խիստ լռություն։ Պաշտոնական տարբերակը նա մահացել է բնական պատճառներով Գերմանիայում, որտեղ նա գտնվում էր բուժման համար։ Բայց նրանք, ովքեր մոտ էին նրան, պատմում են այլ պատմություն։ Նրանք ասում են, որ Ռիտան գիտեր իր մահվան մասին ամիսներ առաջ։ Մի մերձավոր ընկերուհի հիշում է, թե ինչպես է Ռիտան մի օր ասել նրան. «Ես շուտով կգնամ, բայց դու մի վախեցիր։ Ես միշտ կլինեմ այստեղ, պաշտպանելու իմ ընտանիքին»։ Ընկերուհին կարծեց, որ Ռիտան պարզապես հոգնած է, բայց հիմա նա հասկանում է, որ Ռիտան տեսնում էր իր ապագան։ Ավելին, Ռիտան թողել էր մի փակ նամակ իր դստերներին, որը պետք է բացվեր միայն նրա մահից հետո։ Այդ նամակում ինչ էր գրված։ Դուստրերը երբեք չեն խոսել դրա մասին, բայց նրանք, ովքեր տեսել են նրանց դեմքերը նամակը կարդալուց հետո, ասում են, որ նրանք լացել են եւ միաժամանակ ժպտացել են, կարծես նրանք ստացել են ինչ-որ հատուկ ուղերձ, որը միայն նրանք կարող էին հասկանալ։ Բայց ամենախորհրդավոր պատմությունը կապված է մի դեպքի հետ, որը տեղի ունեցավ Ռիտայի մահից մի քանի օր առաջ։ Նրա անձնական բժիշկը պատմում է, որ Ռիտան զանգահարել է նրան ժամը 3-ին առավոտյան եւ խնդրել է անմիջապես գալ։ Երբ բժիշկը հասավ, Ռիտան նստած էր իր անկողնում եւ նայում էր պատուհանից դուրս։ Նա ասաց բժշկին. «Ես տեսա նրանց։ Նրանք եկել են ինձ համար»։ Բժիշկը չհասկացավ, ում մասին է խոսում Ռիտան, բայց նա տեսավ նրա դեմքի վրա խաղաղության արտահայտությունը։ Կարծես նա վերջապես գտել էր այն, ինչ փնտրում էր ամբողջ կյանքում։ Բժիշկը փորձեց հարցնել, բայց Ռիտան միայն ժպտաց եւ ասաց. «Դու կհասկանաս, երբ քո ժամանակը գա»։ Մի քանի օր անց Ռիտա Սարգսյանի պատմությունը հասավ իր ավարտին, բայց նրա առեղծվածը մնաց անլուծված։ Ո՞վ էին այն մարդիկ, որոնց նա տեսավ այդ գիշեր։ Արդյոք դա պարզապես հալյուցինացիա էր, թե Ռիտան իսկապես տեսավ ինչ-որ բան, որը մենք չենք կարող տեսնել։ Հիմա, երբ տարիներ են անցել Ռիտա Սարգսյանի մահից, նրա անունը դեռ հնչում է Հայաստանում։ Մարդիկ դեռ պատմում են պատմություններ նրա մասին։
Դեռ հավատում են նրա անեծքին, դեռ վախենում են նեղացնել նրա հիշատակը։ Եվ նրանք, ովքեր փորձում են խոսել նրա մասին բացասական, դեռ հայտնվում են անսպասելի դժբախտությունների մեջ։ Դա զուգադիպություն է, թե Ռիտա Սարգսյանի ոգին դեռ պաշտպանում է իր ընտանիքին եւ իր հիշատակը։ Ով կարող է ասել հաստատ։ Բայց մի բան հաստատ է. Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի պատմությունը դեռ ապրում է, եւ նրա առեղծվածը կշարունակի հետաքրքրել եւ վախեցնել մարդկանց դարեր շարունակ։ Արդյոք դուք հավատում եք միստիկ ուժերին։ Արդյոք դուք կարծում եք, որ մի մարդ կարող է ունենալ այնպիսի ազդեցություն, որը շարունակվում է նույնիսկ մահից հետո։ Թե դուք կարծում եք, որ այս ամենը միայն շշուկներ են, որոնք ծնվել են վախից եւ անորոշությունից։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Ռիտա Սարգսյանի մասին։ Ամեն բժշկական գաղտնիք, ամեն փախուստի պլան, ամեն թաքնված թունել Երևանի տակ։ Հիմա պատկերացրեք երացրեք, որ պետք է ընտրություն կատարեք։ Պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 2018 թվականի ապրիլին այս մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչն ստիպեց նրանց դավաճանել իրենց գերագույն տիրոջը։ Նրանցից մեկը, ով համաձայնեց խոսել միայն անանուն պայմանով, պատմում է. Մենք տեսանք, թե ինչ է տեղի ունենում Ռիտայի առողջության հետ, եւ մենք հասկացանք, որ ամեն ինչ փլուզվում է։ Երբ նա սկսեց կորցնեմենել իր ուժը, ամբողջ համակարգը սկսեց տատանվել։ Բայց ինչու հենց այդ 12 մարդիկ։ Ինչու նրանք էին ընտրված պահպանելու ամենախորը գաղտնիքները։ Եվ ամենակարևորը, ինչ գիտեին նրանք, որ մենք դեռ չգիտենք։ Ռիտա Սարգսյանի վերջին 3 տարիները եղան վերը, եղան ոչ թե իշխանության, այլ աստիճանական անկման ժամանակաշրջան։ Նրա մերձավորները նկատեցին, որ կինը, ով երբեմն կարողանում էր մի հայացքով վախեցնել բարձրաստիճան պաշտոնյաներին, այժմ դժվարությամբ էր ելնում աթոռից։ Մի նախկին օգնական հիշում է. 2017 թվականի աշնանը Ռիտա Ալեքսանդրին սկսեց ընդունել դեղեր, որոնց անունները նույնիսկ մենք չէինք լսել։ Դրանք բերվում էին Գերմանիայից հատուկ առաքմամբ, եւ ամեն տուփի վրա կար կարմիր կնիկ՝ գաղտնի։ Բժիշկները, ովքեր մուտք ունեին պալատ, պատմում են, որ Ռիտան տառապում էր հիվանդությունից, որի մասին պաշտոնապես երբեք չի խոսվել։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա ստորագրում էր փաստաթղթեր, իսկ նրա քայլերը դարձել էին անվստահ։ Կարծես ամեն քայլ էր պահանջում հսկայական ջանք։ Մարդը, ով որոշում էր միլիոնների ճակատագիրը, այժմ դողում էր, երբ վեր էր կենում աթոռից։ Բայց ամենավախեցնողը դա չէր։ Ռիտայի անձնական բժիշկը, ով պահանջեց չհրապարակել իր անունը, բացահայտում է. Նա գիտեր, որ ժամանակը սպառվում է։ Մի օր նա ինձ ասաց. Ես տեսնում եմ, թե ինչպես է ամեն ինչ փլուզվում իմ շուրջը, բայց ես չեմ կարող դա կանգնեցնել։ Նրա աչքերում այլևս չկար այն ուժը, որը վախեցնում էր մարդկանց։ Փոխարենը կար ինչ-որ այլ բան՝ հուսահատություն, գուցե նույնիսկ վախ։ Բժիշկը հիշում է, թե ինչպես է Ռիտան մի գիշեր արթնացել սարսափից եւ պահանջել բերել բոլոր իր դեղերը։ Նա ուզում էր տեսնել դրանց բաղադրությունը, կարծես վախենում էր, որ ինչ-որ մեկը փորձում է նրան թունավորել։ Երբ բժիշկը համոզեց նրան, որ դեղերը անվտանգ են, Ռիտան միայն ասաց. Ես այլևս ոչ ոքի չեմ վստահում, նույնիսկ ինձ։ Երևանի տակ գոյություն ունեին թունելներ եւ բունկերներ, որոնց մասին նույնիսկ պաշտոնական ճարտարապետները չգիտեին։ Ով էր կառուցել դրանք գաղտնի։ Ուր էին տանում այդ թունելները։ Եվ ինչու Ռիտա Սարգսյանը անձամբ ստուգում էր այդ փախուստի ուղիները ամեն գիշեր իր վերջին ամիսներին։ Անձնական պահապանը պատմում է. 2018 թվականի մարտին Ռիտա Ալեքսանդրին սկսեց պահանջել, որ ես ուղեկցեմ նրան գաղտնի տեղեր, որոնց մասին նույնիսկ Սերժ Սարգսյանը չգիտեր։ Մենք իջնում էինք խորը թունելներ, որտեղ օդը խեղդուկ էր եւ պատերը թաց։ Նա ստուգում էր ամեն դուռ, ամեն փակ անցում, կարծես պատրաստվում էր ինչ-որ բանի։ Այդ թունելներից մեկը տանում էր դեպի հին շենք, որը պաշտոնապես լքված էր տասնամյակներ առաջ։ Բայց երբ նրանք մտան այնտեղ, պահապանը տեսավ, որ ներսում կան թարմ պաշարներ, ջուր, սնունդ, նույնիսկ դեղորայք։ Ով էր դրանք այնտեղ դրել։ Եվ ինչու։ Ռիտան երբեք չբացատրեց։ Բայց ամենախորհրդավոր գաղտնիքը պահվում էր մի փոքրիկ սենյակում, որը գտնվում էր ամենախորը թունելի ծայրում։ Պահապանը հիշում է. Այնտեղ կար մի սեյֆ, որը Ռիտան բացեց հատուկ կոդով։ Ներսում կային փաստաթղթեր, որոնց վրա կային կարմիր կնիկներ եւ ծածկագրեր, որոնք ես երբեք չէի տեսել։ Ռիտան վերցրեց մի փաթեթ եւ ասաց. Եթե ինչ-որ բան պատահի ինձ, այս փաստաթղթերը պետք է այրվեն։ Ոչ ոք չպետք է տեսնի դրանք։ Երբ պահապանը փորձեց հարցնել, ինչ կա այդ փաստաթղթերում, Ռիտան միայն նայեց նրան այնպիսի հայացքով, որը ասում էր. մի հարցրու։ Այդ փաստաթղթերը երբեք չեն գտնվել։
2020 թվականի նոյեմբերին, երբ Ռիտա Սարգսյանը մահացավ Գերմանիայում, այդ սեյֆը հայտնաբերվեց դատարկ։ Ո՞վ էր վերցրել փաստաթղթերը եւ ինչու հենց այդ օրը։ Արխիվները, որոնք պահվում էին Ռիտա Սարգսյանի անձնական հսկողության տակ, պարունակում էին տեղեկություններ, որոնք կարող էին փոխել ամեն ինչ, ինչ մենք գիտենք Հայաստանի վերջին 30 տարիների մասին։ Մի նախկին արխիվապահ, ով աշխատել է պալատում, պատմում է. Կային փաստաթղթեր, որոնք Ռիտա Ալեքսանդրին անձամբ էր պահպանում մի հատուկ սենյակում։ Այդ սենյակ մուտք ունեին միայն 3 մարդ՝ Ռիտան, Սերժ Սարգսյանը եւ մի անհայտ անձ, ում ես երբեք չտեսա։ Այդ փաստաթղթերի մեջ կային բժշկական եզրակացություններ, որոնք երբեք չեն հրապարակվել, քաղաքական գործարքների մանրամասներ, որոնք պաշտոնապես երբեք չեն տեղի ունեցել, եւ անուններ մարդկանց, ովքեր պաշտոնապես երբեք չեն եղել Հայաստանում։ Ինչու այդ փաստաթղթերը պահվում էին այդքան խիստ գաղտնիության մեջ, եւ ինչու դրանք սկսեցին անհետանալ հենց Ռիտայի առողջության վատթարացումից հետո։ Արխիվապահը հիշում է մի տարօրինակ դեպք։ 2019 թվականի հունվարին Ռիտա Ալեքսանդրին եկավ արխիվ ուշ գիշերը։ Նա պահանջեց բերել բոլոր փաստաթղթերը, որոնք կապված էին մի որոշակի ժամանակահատվածի հետ, 1990-ականների վերջերը։ Նա նստեց եւ կարդաց դրանք ամբողջ գիշեր։ Առավոտյան, երբ ես եկա, նա դեռ նստած էր այնտեղ, բայց նրա դեմքը եղել է արցունքներով թաց։ Նա ասաց ինձ. այս փաստաթղթերից մի մասը պետք է ոչնչացվի։ Երբ ես հարցրի ինչու, նա միայն ասաց. որովհետև ճշմարտությունը երբեմն ավելի վտանգավոր է, քան ՍՏ։ Այդ օրը Ռիտան անձամբ այրեց մի խումբ փաստաթղթեր։ Ոչ ոք երբեք չիմացավ ինչ էր գրված դրանց վրա, բայց արխիվապահը հիշում է մի բան։ Փաստաթղթերից մեկի վրա նա տեսավ մի անուն, որը նրան ցնցեց։ Դա եղել է մի մարդու անունը, ով պաշտոնապես մահացել էր տարիներ առաջ, բայց փաստաթղթում նշված էր, որ նա կենդանի է եւ ապրում է օտար երկրում։ Բայց ամենամեծ գաղտնիքը կապված էր մի հատուկ դոսիեի հետ, որը կոչվում էր UM0544։ Այդ դոսիեն այնքան գաղտնի էր, որ գոյություն ունեին միայն 3 օրինակ ամբողջ երկրում։ Այդ դոսիեներում կային տեղեկություններ Ռիտայի իրական առողջական վիճակի մասին, փախուստի պլանների մասին, հեղափոխության դեպքում եւ ինչ-որ շատ ավելի ցնցող բան՝ իրական հարաբերությունների մասին Ռիտայի եւ ռեժիմի մերձավորների միջև։ Ինչու այդ դոսիեները ոչնչացվեցին հենց Ռիտայի մահվան օրը։ Մի նախկին անվտանգության սպա պատմում է. ինձ հրամայվեց հավաքել բոլոր 3 օրինակները եւ այրել դրանք, բայց նախքան այրելը ես կարողացա կարդալ մի էջ։ Այնտեղ գրված էր մի բան, որը ես երբեք չեմ մոռանա։ Ռիտա Ալեքսանդրին գիտեր իր մահվան ճշգրիտ ամսաթիվը 6 ամիս առաջ, եւ նա անձամբ էր պլանավորել, թե ինչպես պետք է ամեն ինչ տեղի ունենա։ Երբ Ռիտա Սարգսյանի առողջությունը սկսեց արագորեն վատթարանալ 2019 թվականի վերջերին, նրա շրջապատում սկսեցին տեղի ունենալ տարօրինակ փոփոխություններ։ Մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ եղել էին հավատարիմ, հանկարծ սկսեցին հեռանալ։ Մի նախկին օգնական պատմում է. մենք տեսանք, որ Ռիտան այլևս չի կարողանում վերահսկել իրավիճակը։ Նրա ձեռքերը դողում էին այնքան ուժգնորեն, որ նա չէր կարողանում բռնել գրիչը։ Նրա ձայնը, որը երբեմն կարողանում էր վախեցնել ամենաուժեղ մարդկանց, այժմ դարձել էր թույլ եւ դողդոջուն։ Բայց ամենավախեցնողը դա չէր։ Ռիտան սկսեց կորցնել իր հիշողությունը։ Նա մոռանում էր անուններ, ամսաթվեր, նույնիսկ դեմքեր։ Մի օր նա նայեց իր երկարամյա օգնականին եւ հարցրեց. «Ո՞վ եք դուք եւ ինչու եք այստեղ»։ Այդ պահին բոլորը հասկացան, վերջն սկսվել է։ Բայց նույնիսկ իր վերջին օրերին Ռիտա Սարգսյանը փորձում էր պահպանել վերահսկողությունը։ Նրա բժիշկը հիշում է, նա պահանջում էր, որ ես նրան տեղեկացնեմ ամեն ինչի մասին, ինչ տեղի է ունենում երկրում։ Նույնիսկ երբ նա գտնվում էր Գերմանիայում բուժման ժամանակ, նա ամեն օր զանգահարում էր Երևան եւ հարցնում էր, ով ինչ է ասել, ով որտեղ է գնացել, ով ում հետ է հանդիպել։ Կարծես նա վախենում էր, որ եթե մի վայրկյան դադարեցնի վերահսկելը, ամեն ինչ կփլուզվի։ Եվ իսկապես, երբ Ռիտան վերջապես թույլ տվեց ինքն իրեն հանգստանալ, ամեն ինչ փլուզվեց շատ արագ։ Մարդիկ, ովքեր վախենում էին նրանից, հանկարծ սկսեցին խոսել բարձրաձայն։ Գաղտնիքները, որոնք պահվել էին տասնամյակներ, սկսեցին արտահոսվել։ Եվ համակարգը, որը կառուցվել էր նրա վախի եւ ազդեցության վրա, սկսեց փլուզվել։ Գլխավոր դավաճանը, մարդը, ով վերջապես որոշեց խախտել լռությունը, եղավ ինչ-որ մեկը, ում Ռիտան վստահում էր ավելի, քան ուրիշներին։ Այս մարդը, ում անունը դեռ պահվում է խիստ գաղտնիության մեջ, եղել է Ռիտայի ներքին շրջանակի անդամ ավելի քան 20 տարի։ Նա գիտեր բոլոր գաղտնիքները, բոլոր թունելները, բոլոր փախուստի պլանները։
Եվ երբ նա տեսավ, որ Ռիտան այլևս չի կարողանում պաշտպանել ինքն իրեն, նա կատարեց ընտրություն։ Մի աղբյուր, ով մոտ է այս պատմությանը, պատմում է. այդ մարդը գիտեր, որ եթե նա չանի ինչ-որ բան, նա ինքը կդառնա հաջորդ զոհը։ Ռիտայի համակարգը հիմնված էր վախի վրա, եւ երբ վախը սկսեց անհետանալ, համակարգը սկսեց փլուզվել։ Այդ մարդը որոշեց փրկել ինքն իրեն եւ իր ընտանիքին։ Դավաճանության պահը եկավ 2020 թվականի հոկտեմբերին, ընդամենը մի ամիս առաջ Ռիտայի մահից։ Այդ մարդը հանդիպեց մի խմբի հետ, ովքեր պլանավորում էին բացահայտել ճշմարտությունը Սարգսյանների ընտանիքի մասին։ Նա տվեց նրանց փաստաթղթեր, որոնք ապացուցում էին ամեն ինչ՝ գաղտնի հաշիվները, թաքնված գույքը, բժշկական գաղտնիքները։ Բայց ամենակարևորը, նա տվեց նրանց մի ցուցակ անունների։ Անուններ այն մարդկանց, ովքեր պաշտոնապես մահացել էին, բայց իրականում ապրում էին օտար երկրներում Ռիտայի պաշտպանության ներքո։ Երբ այդ տեղեկությունները սկսեցին տարածվել, Ռիտա Սարգսյանը հասկացավ, որ վերջը եկել է։ Նրա մերձավորը հիշում է. երբ Ռիտան լսեց դավաճանության մասին, նա չցնցվեց, չբարկացավ։ Նա միայն ասաց. ես գիտեի, որ այս օրը կգա։ Ես միայն չգիտեի, ով կլինի նա։ Բայց դավաճանը չդադարեց այնտեղ։ Նա շարունակեց տալ տեղեկություններ, շարունակեց բացահայտել գաղտնիքներ։ Եվ ամեն նոր բացահայտումով Ռիտայի ազդեցությունը թուլանում էր ավելի ու ավելի։ Մարդիկ, ովքեր վախենում էին նրանից, սկսեցին հասկանալ, որ նա այլևս չունի այն ուժը, որը երբեմն ուներ։ Նրա անեծքը, որը վախեցնում էր մարդկանց տասնամյակներ շարունակ, այլևս չէր աշխատում։ Կարծես նրա ֆիզիկական թուլությունը տարածվել էր նաև նրա միստիկ ուժերի վրա։ Մի նախկին պաշտոնյա պատմում է. մենք սկսեցինք խոսել բարձրաձայն, սկսեցինք քննադատել, սկսեցինք պահանջել ճշմարտություն։ Եվ ոչինչ չպատահեց մեզ։ Ռիտայի անեծքը, որը երբեմն կործանում էր մարդկանց, այլևս չէր գործում։ Կարծես նրա ուժը կախված էր նրա ֆիզիկական առողջությունից։ Վերջին օրերին, երբ Ռիտա Սարգսյանը գտնվում էր Գերմանիայում, դավաճանը կատարեց իր վերջին քայլը։ Նա հրապարակեց փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ Ռիտան գիտեր իր մահվան մասին ամիսներ առաջ եւ պլանավորել էր ամեն ինչ՝ ով պետք է ստանա ինչ, ով պետք է լռի, ով պետք է խոսի։ Այդ փաստաթղթերը ցույց էին տալիս, որ Ռիտան փորձել էր վերահսկել նույնիսկ իր մահից հետո տեղի ունեցող իրադարձությունները։ Բայց դավաճանը ոչնչացրեց այդ պլանները։ Նա բացահայտեց ամեն ինչ, եւ Ռիտայի վերջին փորձը պահպանել վերահսկողությունը ձախողվեց։ Երբ Ռիտան մահացավ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, նրա գաղտնիքները արդեն սկսել էին բացահայտվել։ Եվ դավաճանը, մարդը, ով երբեմն վստահում էր նրան ամենաշատը, դարձավ այն մարդը, ով վերջապես ազատեց Հայաստանը Ռիտա Սարգսյանի ստվերից։ Բայց ով էր այդ դավաճանը։ Ինչու նա որոշեց խախտել լռությունը հենց այդ պահին։ Արդյոք դա եղավ խիղճի խայթ, թե պարզապես ինքնապահպանման ինստինկտ։ Եվ ամենակարևորը, ինչ այլ գաղտնիքներ են նա դեռ պահում, որոնք չի բացահայտել։ Այս հարցերը դեռ մնում են անպատասխան, եւ դավաճանի ինքնությունը դեռ պահվում է խիստ գաղտնիության մեջ։ Բայց մի բան հաստատ է. առանց այդ դավաճանության Ռիտա Սարգսյանի պատմությունը կարող է շարունակվել ավելի երկար, եւ նրա գաղտնիքները կարող էին երբեք չբացահայտվել։ Արդյոք այդ մարդը հերոս է, թե դավաճան։ Դա կախված է նրանից, թե ում եք հարցնում։ Առաջին անգամ 35 տարվա ընթացքում մարդը, ով պատասխանատու էր Ռիտա Սարգսյանի անձնական անվտանգության համար, համաձայնում է խոսել տեսախցիկների առջև։ Այն, ինչ նա մեզ պատմում է ռեժիմի վերջին շաբաթների մասին, կտապալի ամեն ինչ, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք։ Անձնական զրույցներից Ռիտայի եւ Սերժի միջև, մինչև հուսահատ փախուստի պլաններ, մինչև այն պահը, երբ նրանք հասկացան, որ ամեն ինչ ավարտվել է։ Բացառիկ վկայություն, որը ձեզ կպահի շնչախեղտ։ Այս մարդը հիշում է, թե ինչպես է Ռիտան 2020 թվականի հոկտեմբերին նստել իր աշխատասենյակում եւ ասել. ես տեսնում եմ, թե ինչպես է ամեն ինչ փլուզվում, բայց ես չեմ կարող դա կանգնեցնել, որովհետեւ ուժը, որը երբեմն ինձ պաշտպանում էր, այժմ լքել է ինձ։ Նա պատմում է, թե ինչպես է Ռիտան վերջին գիշերը Երևանում անցկացրել թունելներում, ստուգելով փախուստի ուղիները, որոնք երբեք չօգտագործվեցին։ Ինչու նա այդքան վախենում էր։ Ինչ գիտեր նա, ինչ մենք չգիտենք։ Եվ ամենակարևորը, ինչու նա որոշեց հեռանալ Հայաստանից հենց այն պահին, երբ ամեն ինչ սկսեց փլուզվել։ Վերջին հանդիպումը Ռիտայի եւ նրա ամենամոտ խորհրդականների միջև տեղի ունեցավ 2020 թվականի հոկտեմբերի վերջերին, մի գաղտնի տանը Երևանի Արվարձաններում։ Այդ հանդիպմանը ներկա եղած մարդը պատմում է. Ռիտա Ալեքսանդրին մտտավ սենյակ եւ մենք բոլորս սառեցինք։ Նա այլևս չէր նման այն կնոջը, ով երբեմն վախեցնում էր ամբողջ երկիրը։ Նրա դեմքը եղել է գունատ,
Աչքերը խորացած, ձեռքերը դողում էին այնքան ուժգնորեն, որ նա չէր կարողանում բռնել իր բաժակը։ Բայց ամենավախեցնողը եղել է նրա խոսքերը։ Ռիտան ասել է. «Ես գիտեմ, որ ձեզանից մեկը դավաճանել է ինձ։ Ես գիտեմ, որ իմ գաղտնիքները արդեն սկսել են տարածվել, բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, նույնիսկ երբ ես այլևս չեմ լինի, իմ ստվերը կշարունակի հետապնդել նրանց, ովքեր դավաճանեցին ինձ»։ Այդ խոսքերից հետո սենյակում տիրեց լռություն։ Ոչ ոք չհամարձակվեց նայել Ռիտայի աչքերին։ Բոլորը գիտեին, որ նրա սպառնալիքները երբեք դատարկ չեն եղել։ Բայց այդ հանդիպումից հետո տեղի ունեցավ ինչ-որ բան անսպասելի։ Ռիտան կանչեց իր մոտ մի մարդու, այն դավաճանին, ում նա արդեն գիտեր։ Երկուսը մնացին միայնակ սենյակում ավելի քան 1 ժամ։ Ոչ ոք չգիտի, թե ինչ խոսեցին նրանք այդ ժամանակ, բայց երբ դավաճանը դուրս եկավ, նրա դեմքը եղել է արցունքներով թաց։ Մի վկակա հիշում է. «Ես տեսա, թե ինչպես է այդ մարդը դողում, երբ նա դուրս եկավ սենյակից։ Նա նայեց ինձ եւ ասաց. նա ներեց ինձ։ Ռիտա Ալեքսանդրին ներեց ինձ, բայց ասավ, որ ես պետք է ապրեմ այս ներողության հետ մնացած կյանքս»։ Ինչու Ռիտան ներեց դավաճանին։ Արդյոք դա եղավ թուլության նշան, թե վերջին ուժի դրսևորում։ Ոչ ոք չգիտի հաստատ, բայց այդ ներողությունը դարձավ Ռիտա Սարգսյանի վերջին մեծ արարքը։ 2020 թվականի նոյեմբերի սկզբին Ռիտա Սարգսյանը մեկնեց Գերմանիա, պաշտոնապես բուժման համար։ Բայց նրանք, ովքեր ուղեկցում էին նրան, պատմում են այլ պատմություն։ Մի բժիշկ, ով ուղևորվեց նրա հետ, հիշում է. «Ռիտա Ալեքսանդրին գիտեր, որ նա չի վերադառնա Հայաստան։ Նա ասաց ինձ. ես գնում եմ այնտեղ, որտեղ իմ ստվերը չի կարող հասնել ինձ։ Երբ ես հարցրի, ինչ նկատի ունեք, նա միայն ժպտաց եւ ասաց. դու կհասկանաս, երբ ժամանակը գա»։ Ինչ նկատի ուներ նա, իմ ստվերը։ Արդյոք նա խոսում էր իր անցյալի մասին, թե ինչ-որ այլ բանի մասին, ինչ-որ բանի, որը մենք դեռ չենք հասկանում։ Գերմանիայում Ռիտան անցկացրեց իր վերջին օրերը մի փոքրիկ հիվանդանոցային սենյակում, որտեղ նրան այցելում էին միայն ամենամոտ ընտանիքի անդամները։ Նրա դուստրերը Անուշը եւ Սատենիկը պատմում են, որ մայրը վերջին օրերին խոսում էր բաների մի մասին, որոնք նրանք չէին հասկանում։ Անուշը հիշում է. «Մայրս ասաց ինձ. ես տեսնում եմ նրանց, նրանք եկել են ինձ համար եւ ես պատրաստ եմ գնալ։ Երբ ես հարցրի, ում եք տեսնում, նա ցույց տվեց պատուհանը եւ ասաց. նրանք, ովքեր սպասում էին ինձ այս ամբողջ ժամանակ»։ Բժիշկները ասացին, որ դա հալյուցինացիաներ էին, հիվանդության եւ դեղերի հետևանք։ Բայց Անուշը հավատում է, որ մայրը տեսավ ինչ-որ բան իրական, ինչ-որ բան, որը մենք չենք կարող տեսնել։ Վերջին գիշերը, նոյեմբերի 19 թվականին, Ռիտա Սարգսյանը խնդրեց, որ բոլորը լքեն սենյակը եւ թողնեն իրեն միայնակ։ Նրա բժիշկը, ով մնաց դռան մոտ, պատմում է. «Ես լսեցի, թե ինչպես է Ռիտա Ալեքսանդրին խոսում ինչ-որ մեկի հետ։ Նրա ձայնը եղել է հանգիստ, գրեթե երջանիկ։ Նա ասում էր. այո, ես պատրաստ եմ, ես գիտեի, որ այսօրը կգա, եւ ես ընդունում եմ դա։ Բայց երբ բժիշկը մտավ սենյակ, այնտեղ ոչ ոք չկար, միայն Ռիտան, ով նստած էր անկողնում եւ նայում էր պատուհանից դուրս։ Ում հետ էր նա խոսում։ Արդյոք դա եղավ նրա երևակայությունը, թե Ռիտա Սարգսյանը իսկապես տեսավ ինչ-որ մեկին, ում մենք չենք կարող տեսնել։ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի պատմությունը հասավ իր ավարտին 2020 թվականի նոյեմբերի 20-ին, երբ նրա սիրտը դադարեց զարկել Գերմանիայի հիվանդանոցում։ Բժիշկները ասացին, որ դա եղավ բնական մահ, երկարատև հիվանդության հետևանք։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին Ռիտային, հավատում են, որ նա ինքը ընտրեց այդ պահը հեռանալու համար։ Նրա դուստրերը պատմում են, որ մայրը վերջին շաբաթներին խոսում էր այնպես, կարծես նա պլանավորում էր մի ճանապարհորդություն, ոչ թե մահ։ Նա ասում էր. «Երբ ես գնամ, դուք չպետք է լաք, որովհետև ես վերջապես կլինեմ ազատ այն բոլոր ստվերներից, որոնք հետապնդում էին ինձ այս ամբողջ կյանքը»։ Ռիտայի մահից հետո Հայաստանում տեղի ունեցավ ինչ-որ բան անսպասելի։ Մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ վախենում էին նրանից, հանկարծ սկսեցին պատմել պատմություններ նրա մասին ոչ թե վախով, այլ հարգանքով։ Նրանք սկսեցին հիշել ոչ թե անեծքը, այլ այն ժամանակները, երբ Ռիտան օգնել էր նրանց, պաշտպանել էր նրանց, ուղղորդել էր նրանց։ Մի նախկին պաշտոնյա պատմում է. «Ես հիշում եմ, թե ինչպես է Ռիտա Ալեքսանդրին մի անգամ փրկել իմ ընտանիքը մի մեծ վտանգից։ Նա զանգահարեց ինձ կեսգիշերին եւ ասաց. «Վերցրու քո ընտանիքը եւ հեռացիր քաղաքից այս գիշեր»։ Ես չհարցրի ինչու, պարզապես արեցի այն, ինչ նա ասաց։ Հաջորդ օրը իմացա, որ մեր տանը փորձել էին մտնել անհայտ մարդիկ։ Ռիտան փրկեց մեզ, եւ ես երբեք չմոռացա դա։ Բայց ոչ բոլորը հիշում են Ռիտային դրական։
Կան նրանք, ովքեր դեռ հավատում են, որ նրա անեծքը իրական էր, եւ որ նրանք, ովքեր տուժել էին նրան նեղացնելուց հետո, իսկապես եղել էին նրա ուժերի զոհերը։ Մի նախկին ընդդիմադիր քաղաքական գործիչ պատմում է. «Ես չեմ կարող ներել Ռիտա Սարգսյանին այն ամենի համար, ինչ նա արեց մեր երկրին։ Նա օգտագործեց իր ազդեցությունը ոչ թե օգնելու մարդկանց, այլ վերահսկելու նրանց։ Նրա ստվերը դեռ ընկած է Հայաստանի վրա, եւ մենք դեռ չենք կարողացել ազատվել դրանից»։ Արդյոք Ռիտա Սարգսյանը հերոսուհի էր, թե չարիք։ Դա կախված է նրանից, թե ում եք հարցնում։ Դավաճանը, մարդը, ով բացահայտեց Ռիտայի գաղտնիքները, Դեռ ապրում է։ Բայց նա երբեք չի խոսել հանրորեն այն մասին, թե ինչ տեղի ունեցավ այդ վերջին հանդիպման ժամանակ Ռիտայի հետ։ Բայց մի մերձավոր աղբյուր պատմում է. այդ մարդը ապրում է Ռիտայի ներողության հետ, բայց նաև մեղավորության զգացումով։ Նա գիտի, որ իր դավաճանությունը հանգեցրեց Ռիտայի վերջին օրերի դառնությանը։ Բայց նա նաև գիտի, որ եթե չդավաճաներ, ճշմարտությունը երբեք չէր բացահայտվի։ Այդ մարդու ճակատագիրը մնում է անհայտ։ Ոմանք ասում են, որ նա հեռացել է երկրից եւ ապրում է օտարության մեջ։ Ուրիշները հավատում են, որ նա դեռ Հայաստանում է, թաքնված նոր անվան տակ։ Բայց մի բան հաստատ է. նա երբեք չի կարողանա ազատվել այն բեռից, որը կրում է Ռիտա Սարգսյանին դավաճանելու բեռից։ Ռիտայի թաղումը տեղի ունեցավ Երևանում, եւ հազարավոր մարդիկ եկան հարգանքի տուրք մատուցելու։ Բայց ամենատարօրինակը եղավ այն, որ շատերը պատմեցին, թե զգացել են ինչ-որ բան անսովոր այդ օրը։ Մի կին պատմում է. երբ ես կանգնած էի Ռիտայի դագաղի մոտ, ես զգացի, որ ինչ-որ մեկը դիպավ իմ ուսին։ Ես շրջվեցի, Բայց այնտեղ ոչ ոք չկար։ բայց ես հստակ զգացի այդ դիպումը, եւ ես հավատում եմ, որ դա Ռիտայի ոգին էր, ասելու համար ինձ, որ ամեն ինչ լավ կլինի։ Ուրիշները պատմում են, որ տեսել են տարօրինակ լույսեր թաղման ժամանակ, կամ լսել են անբացատրելի ձայներ։ Արդյոք դա պարզապես մարդկանց երևակայությունն էր, թե Ռիտա Սարգսյանի ոգին իսկապես ներկա էր իր սեփական թաղմանը։ Հիմա, երբ տարիներ են անցել Ռիտա Սարգսյանի մահից, Հայաստանը փոխվել է։ Սերժ Սարգսյանը այլևս նախագահ չէ, քաղաքական համակարգը փոխվել է, եւ նոր սերունդը մեծանում է, չճանաչելով այն վախը, որը երբեմն տիրում էր երկրում։ Բայց Ռիտա Սարգսյանի ստվերը դեռ մնում է։ Մարդիկ դեռ պատմում են պատմություններ նրա մասին, դեռ վիճում են, արդյոք նրա ուժերը իրական էին, թե միայն առասպել։ Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը փորձում է խոսել Ռիտայի մասին բացասական, ինչ-որ մեկը միշտ հիշեցնում է այն պատմությունները մարդկանց մասին, ովքեր տուժել էին նրան նեղացնելուց հետո։ Ռիտայի թոռները՝ Մարիամը, Արան, Սերժը, Ռիտան եւ Տիգրանը, Մեծանում են իրենց տատիկի ժառանգության հետ։ Նրանք լսում են պատմություններ նրա մասին, բայց նրանք ինքնին չճանաչեցին այն Ռիտային, ում մասին խոսում են մարդիկ։ Նրանք հիշում են սիրող տատիկին, ով խաղում էր իրենց հետ, պատմում էր հեքիաթներ եւ միշտ պաշտպանում էր նրանց։ Բայց նրանք նաև լսում են այլ պատմություններ։ Կնոջ մասին, ով վախեցնում էր ամբողջ երկիրը, ով ուներ միստիկ ուժեր, ով կարողանում էր տեսնել ապագան։ Որ Ռիտա Սարգսյանն է ճշմարիտը։ Սիրող տատիկը, թե վախեցնող առաջին տիկինը։ Գուցե երկուսն էլ։ Բայց մի հարց մնում է անպատասխան. արդյոք Ռիտա Սարգսյանի անեծքը դեռ գործում է։ Կան մարդիկ, ովքեր հավատում են, որ այո։ Նրանք պատմում են, որ նրանք, ովքեր դեռ փորձում են վատ խոսել Ռիտայի մասին, դեռ հայտնվում են անսպասելի դժբախտությունների մեջ։ Մի լրագրող, ով փորձեց գրել բացասական հոդված Ռիտայի մասին 2022 թվականին, պատմում է. ես սկսեցի հավաքել նյութեր, սկսեցի հարցազրույցներ վերցնել, բայց հանկարծ ամեն ինչ սկսեց գնալ սխալ։ Իմ համակարգիչը կոտրվեց, եւ ես կորցրի բոլոր նյութերը։ Իմ աղբյուրները հրաժարվեցին խոսել ինձ հետ։ Եվ ես ինքս սկսեցի զգալ անընդհատ անհանգստություն։ Վերջապես ես հասկացա, որ ավելի լավ է դադարել։ Արդյոք դա Ռիտայի անեծքն էր, թե պարզապես զուգադիպություններ։ Ուրիշները հավատում են, որ Ռիտայի ուժը մահացել է նրա հետ միասին։ Նրանք ասում են, որ այն, ինչ մարդիկ կոչում էին անեծք, իրականում եղել է պարզապես վախ։ Վախ, որը Ռիտան ստեղծել էր իր ազդեցությամբ եւ իր խելացի քաղաքական խաղերով։ Երբ նա մահացավ, այդ վախը սկսեց անհետանալ, եւ մարդիկ սկսեցին հասկանալ, որ Ռիտա Սարգսյանը եղել է պարզապես մի կին, խելացի, ուժեղ, ազդեցիկ, բայց միայն մի կին, ոչ թե միստիկ էակ։ Բայց նույնիսկ այս մարդիկ ընդունում են, որ Ռիտայի ժառանգությունը դեռ ապրում է, եւ որ նրա պատմությունը դեռ շարունակում է հետաքրքրել եւ վախեցնել մարդկանց։ Վերջին խորհուրդը, որը դեռ մնում է անլուծված, կապված է այն փաստաթղթերի հետ, որոնք անհետացան Ռիտայի մահվան օրը։ Այդ փաստաթղթերում ինչ էր գրված։ Ո՞վ էր վերցրել դրանք։ Եվ ինչու դրանք այդքան կարևոր էին, որ պետք է անհետանային հենց այդ պահին։ Կան տեսություններ, որ այդ փաստաթղթերում կային անուններ,
Անուններ մուններ մարդկանց, ովքեր դեռ ապրում են, եւ ովքեր չեն ուզում, որ ճշմարտությունը բացահայտվի։ Ուրիշները հավատում են, որ այդ փաստաթղթերում կային Ռիտայի անձնական խոստովանությունները։ Խոստովանություններ այն մասին, թե ինչ իրականում տեղի ունեցավ այն բոլոր տարիների ընթացքում, երբ նա եղավ Հայաստանի առաջին տիկինը։ Բայց ճշմարտությունը մնում է անհայտ, եւ այդ փաստաթղթերը դեռ չեն գտնվել։ Արդյոք մենք երբևէ կիմանանք ամբողջ ճշմարտությունը Ռիտա Սարգսյանի մասին։ Արդյոք նրա գաղտնիքները երբևէ կբացահայտվեն, թե դրանք կմնան թաքնված հավերժ։ Եվ ամենակարևորը, արդյոք Ռիտա Սարգսյանը իսկապես ուներ միստիկ ուժեր, թե դա միայն առասպել էր, որը ծնվել էր վախից եւ անորոշությունից։ Այս հարցերը դեռ մնում են անպատասխան, եւ գուցե նրանք միշտ կմնան անպատասխան։ Բայց մի բան հաստատ է. Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի պատմությունը դեռ ապրում է, եւ նրա ժառանգությունը դեռ շարունակում է ազդել Հայաստանի ամբողջ ժողովրդի վրա։ Ունակում է ազդել Հայաստանի վրա նույնիսկ տարիներ անց նրա մահից։ Գուցե ամենակարևոր դասը, Որը մենք կարող ենք սովորել Ռիտա Սարգսյանի պատմությունից, դա այն է, որ իշխանությունը միշտ գալիս է գնով։ Ռիտան ուներ ազդեցություն, ուներ հարգանք, ուներ վախ, բայց նա նաև վճարեց գին, իր առողջությունը, իր խաղաղությունը, իր վերջին օրերի երջանկությունը։ Նա ապրեց ստվերների մեջ, եւ երբ այդ ստվերները վերջապես հասան նրան, նա չկարողացավ փախչել դրանցից։ Բայց նույնիսկ իր մահից հետո Ռիտա Սարգսյանի ստվերը շարունակում է ընկնել Հայաստանի վրա, եւ մարդիկ դեռ հիշում են նրան, ոմանք սիրով, ոմանք վախով, բայց բոլորը հարգանքով։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու պատմության կուրքերի մասին ճշմարտությունը։